Բարի երեկո, հարգելի ունկնդիրներ։ Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր դարձյալ ուղղակի հաղորդումով ժամադրված ենք ներկայացնելու Վանացայինի շաբաթական հայտակիրներեն շողարցակը, որոնց մեջ են դուք կտեղեկանաք հայրենի տեսփյուրքյան տարածքին դեղի ունեցած մշակութային իրադարձություններու մասին։ Մեր հայտակրին կրնակ հետևիլ Վանացայինի գայքեչով voiceofvan.net եւ դիջային հերացայինի Radio Voice of Van live ծրագիրով եւ այսօր թիմադեդրի մեր էջով։ Ցայնի հաղորդավար Մարինեն եւ ես ցեզի կմաղթենք հաջելի ունկնդրություն։ Հարգելիներ, այսօր շողարցակ հայտակիրը հadouk է, որովհետեւ մեր հայտակրին առաջին բաժնով Վանացայինի ստուդիոներեն ներս ունենք հadouk հյուրեր, երկու բացառիկ արվեստագետներ, Մարալ եւ Ժիրայր Փամոսյանները, այդ արվեստի ակադեմիայի հիմնադիրները։ Արդեն 20 տարի է, որ այս ակադեմիան գծարայ է իբրև ստեղծագործական կենտրոն, գրթելով եւ ներշնչելով մեծ սիվով երիտասարդ եւ մեծահասակ նկարիչներ։ Այս տարի Այբտուզեթը հավաքական ցուցահանդեսումը գնշե իր 20-ամյակը։ Ուրեմն 5 շաբթի 20 նոյեմբեր 2025-ին երեկոյան ժամը 6-ին գալերի Espace Taduri մեջ բացումը կկատարվի ցուցահանդեսիմը։ Ցուցահանդեսին կներկայացվին դարիներու շրջանավարտներու աշխատանքները ներշնչված սիրո, կանացիության, բանաստեղծության եւ երևակայության նյութերը։ Մեզի համար մեծ ուրախություն է, որ այսօր Վանացայինի ստուդիոներեն ներս կհյուրընկալենք Վարոն Ժիրայր եւ Մարալ Փամոսյանները եւ միասին անդրադառնալ ոչ միայն անոնց ստեղծագործական ուղին, այլ նաեւ անոնց մանկավարժական փեղուն առաքելության։ Բարի եկածեք Վանացայն։ Բարի դեսանք շողի։ Ինչպես եք։ Շատ լավ։ Շատ լավ։ Ոստահ եմ հոգնած եք, բայց մի ժամանակ հիմա սրահեն գուքանք, որտեղ գշտենք ցուցահանդեսը։ Այո։ Հոգնած ենք իջմը, բայց լավ արիթով է եւ ուրախ ենք։ Այո։ Այս արիթի մասին մենք պիտի խոսենք անշուշտ ցուցահանդեսի մասին, բայց որովհետեւ Այբտուզեթն է այսօրվա մեր նյութը նախ կուզեմ շնորհավորել ձեր ակադեմիայի 20-ամյակը եւ խնդրեմ կուզեմ պատմեք մեզի թե ինչպես դնավ Այբտուզեթ արվեստի ակադեմիային գաղափարը։ Ուրեմն ես արդեն ասկե 20 տարի առաջ արդեն 20 տարվա ուսուցչուհի էի։ 22 տարվա։ Հիմա արդեն 42 տարվա ուսուցչուհի եմ։ Ուրեմն այդ 20-22 տարին բավական մեծ փորձառություն եղավ ինձի եւ մտածեցինք, որ այլ ժամանակն է, որ մենք մեր անձնական դեղ ունենանք, մեր արվեստի անգյուն ունենանք եւ մեր հասկացած եւ մտածած ցևով նաեւ դասավանդենք արվեստ մեր շրջաբադին։ Այնպես որ բայց իմիջայլոց կուզեմ ասել, որ իմ հայրը մեծ տեղ խաղացավ այս մարզի մեջ, ինքն էր քաչալերողը եւ ինքն էր ասողը, որ մարալ այլևս դուք ձեր անգյունը պետք է ունենաք։ Եվ Աստված հոգին լուսավոր է, շնորհակալ ենք իրեն, որ ցևով մհրմշտգեց ինձ այնադեն ժիրոն Փարիզեր արդեն վերադարձավ եւ ինք քաչալերեց, որ մենք հանդգնություն ունենանք այսպիսի փորձ մնելու, որտեվ երբ սկսանք մեզի համար փորձ էր, որտեվ հայտնի չէր, մենք ալ չենք գիտեր, թե արձագանքի ինչպես պիտի լա եւ արդյունքի ինչպես պիտի լա, բայց որբեսի բանով մջամփայելենք, Ժիրայր եւ ես բավական խորհրդակցել է յետք, հետեւյալ եզրակացության եկանք, մենք մեզի համար թրինք թարգետը նպատակը, որն էր 3 տարվա մեջ, եթե կարողանանք ակադեմիին 40 աշակերտ ապահովել, մենք մեզ հաջողած պիտի սեբենք։ Եվ այդ բեսով սկսանք հերանեկարը 40 աշակերտի հասնել էր 3 տարվա մեջ։ Իսկ ինչ էր դեսլագանը, ինչ դեսլագան ունեիք եւ արդյոք հույս ունեիք, որ ասկան գրնակ թիմակրավել անգերձ ասած ոչ, բացարձակ այդ օրերին երբեք չենք մտածել ոչ թե 20-ամյակի մասին, նույնիսկ 10-ամյակի մասին, բայց կգարձեինք, որ փորձ մնենք եւ ինչու՞ չէ, բայց լման մեզի մեծ անագնգալ եղավ նույնիսկ առաջին 3 ամիսեն արդյունքը։ Մենք արդեն առաջին 3 ամսվա մեջ մեր աշակերտության թիվը հասավ 90-ի։
մենք պատրաստած էինք ցանուցումներ ռադիոկայաններուն համար, օրաթերթերուն համար, որտեղյակ բայինք մեր շրջապատի մոտ ասանք, բամը սկսանք, ադոնք պատրաստած էինք, դիզայնը եղած էր, չկործածեցինք, արդեն 3 ամիս վերջ 90, իսկ դարին երբ ամբողջացավ, մենք ունեինք 217 աշակերտ, եւ այդ շունչով եւ այդ ռիթմով եւ այդ քանակով 20 տարի շարունակեցինք, ասել նաեւ որ արդեն ակադեմին 200-ն ավելի չի գրնար աշակերտ ունենալ ոչ թե միան դեղի համար, ոչ միայն այդ, որտեվ մենք երկուքս ուղղակի առանցին ամեն մեկուն չենք գրնար հասնել, եթե թիվը այսքան մեծ լա, որտեվ մենք յուրաքանչյուր աշակերտի հետ լա երեխա, լա մեծերը առանցին ամեն մեկուն հետ կաշխատենք, անոր համար երբեք չենք մտածել ավելի ընդարձակելու մասին, որովհետև գավադանք, որ այսքանով արդեն մենք գրնանք որ փոլորին կոհացնել, ժամանակը գարտարանա եւ մեր աշխատանքի իսկապես արդյունքի գահստի։ Այո։ Իսկ ինչու ընտրեցիք այս անունը, Այբտուզետ, ինչպես կմեկնաբանեք անոր խորհրդանշական իմաստը։ Հետաքրքրական բանը գա անունը ընտրելու հարցով մարարը ինչպես որ գսել որ սկիզբը նախքան սկսել է ակադեմին մոտ 2-3 ամիս պատրաստություններ դեսանք մանավանդ դեկորներ պատրաստեցինք որ աշակերտները կան եւ ջերմակ բادرու մեջ չնգարեն բայց բոլորն ալ մնաց տարակներում մեջը որտեղ ամենս դարձավ որ մենք հազիվ ու հազիվ վազեինք նոր աշակերտներ ընդունելու նոր դասարաններ բանալու բայց այդ շրջանին է որ մենք ես անունի մասին մտածեի որ ուրեմն լման փոփան ասեն լրիվ արվեստ դասավանդելու կապարներ ես եմ մարալը ուզեցին ամբողջական անունը գտնել որ ադիգա բացադրե իր ամբողջականության մեջ այո ուրեմն ես շատ կփնդրեի որ ասեն բարձ անուններ մեկ parov անուններ չեր կար որ նույն ադենալ չեն գուզեր որ գոչել la palette l'artiste le pinceau as cliché անունները միջև որ դերմը բադահմա ազետ բարին հանդիպեց անան քիչ մդարօրինակ է հոլանդական ֆուտբոլի խաղերում մասին խոսեինք որ եւ խոփ մգար որ անուն ազետ էր դա միջապես օտեղ բաներա որ ինձ A to Z այո այբեն եւ օֆե ամեն բան բայց քանի որ մարանինը սկսա ասել որ ասիկա կդա A to Z մարանն ասավ հայկական շունչ տնենք անմիջապես մտածեցի այբ to Z-ն եւ հնչյունն լավ է այբ to Z-ը լավ գան չէ որ անշուշտ դեղացիները քիչ մը դժվար գհնչեն գոր բայց իմաստը հասկանալի է հասկանալի եւ սկիզբը դժվար գհնչեն վերջը կսորվին գոր եւ իրենց միշտ կբացատրենք որ այբը Ալեֆ հնչյունն է արաբերենի մենք ալ այբենքի մեջ այբ ունենք եւ այդպես ծնավ այբ to Z անունը իսկ իբր նկարիչներ եւ մանկապաշտներ ինչ սկզբունքներով սկսած ձեր ուսուցչական ճանապարհը մենք սկսանք քիչ մը ասես շատ ավելի զորավոր մեթոդ սկսենք լուրջ շատ ավելի լուրջ բայց դեսանք որ իրենց բանջը ավելի կարևոր էր ասենք աշակերտները ուքային որ ինչ կբանջեն գոր որովհետև թեորիկ մասը երբեք չի հետաքրքրել գոր իրենց մեծամասնությունը չեն ուզել որ փամը սորվիլալ թվագամը ասդարի աբրազե ասինչի նկարիչ եւ այլն իրենք ուքան որ բարձրապես նստին եւ քծեն եւ ատկե իրենց հաջողքը առնեն եւ փամը սորվի ուրեմն բավական նվազեցինք այդ բանը եւ սկսանք ավելի տեխնիկի վրա հիմնվել հիմա ամեն մեկը բանը գսորվեցնենք ասին կորձերը բաժնված եք այս ուսման 13 ժամ է ես մեուգես շամ գուդամ ինքը մարարի մեուգես շամ իմ տասերուս մասին յորնամ խոսիլ որ ես ավելի ակադեմիական դասավանդություն ունեմ որովհետև ես ուսանած եմ Լիբանան համալսարան հետո Ֆրանսիայի մեջ մասնակցած եմ ուրեմն ակադեմիական գսկսին նատյուրմորտ անգենտամբնություն հետո բնանկար հետո ավելի ազատ բնանկար քույները յուս խառնել գսորուն ավելի եւ արդեն 4 սեմեստրի մեջ մեր բաժնված սեմեստրներու 8 սեմեստր որ 4 տարի գնե դարին 2 սեմեստր եւ գաստին արդեն պորտրեի թիմանկար գծելու իսկ անոնք որ վերջը գշարունակեն 2-րդ տարին 3-րդ տարին այլևս կունան որ իրենց շատ ազատ
համարձակություն գուտանքոր իրենց որ իրենց համատրումներ են իրենց նյութեր ընդրեն եւ գծեն անշուշտ մենք իրենց նյութերը գուտանքոր բայց ասիգա իմ բաժինս է մարալը դերևս իր բաժինը ուրիշ ծավալ փասադը ուրեմն ինչպես որ ժիրայրը սավ ինք ակադեմիական մոդեցումը ունի եւ ամբողջ պրոգրամայի սիստեմով գտնանա եւ երրորդ դարվան մեջ է որ գսկսի ինկլայնել իմ կով այդպես չէ իմ կով առաջին իսկ վարյանն եկողի 500 տեխնիկի դիրաբեդած դագավին մի անտբրոցեն եթե քիչ մկձել սորված է նույնիսկ այդ դեղեն ես կուզեմ որ creativity-ի մղել իրենց ուրեմն այո նույնիսկ 5% տեխնիկով գարելի է ստեղծագործական բամը մեջտեղ բերել եւ այդ ուղղությամբ իրենց կաչարել իրենց երևակայությունը ընդլայնել քաչությունը դալ եւ փորձել անպայման ներքին իրենց աշխարհեն փամ մտնել թեգուզ եւ եթե ադիմիան զարգաման մնե կծածը բայց փամ ունենա ասելիք այդ զարգամանի մասին նույնիսկ այսինքն կհասկանաք որ դասավանդել ոչ միայն նկարելու արհեստը այլև մտածելու զգալու եւ ստեղծելու Ադյամենն կարևորն է այո որովհետեւ մեր աշակերտներում միշտ կսենք քեղեցիկ բամը վերարտադրել արվեստի կորձ ստեղծել չէ անշուշտ Ոևէ մեկը գրնա փամը վերարտադրել so ընդհանրակը սելով նայել եւ կոպինել բայց եթե եւ գսեմ մի սպարիկ արվեստով եթե սելիկ ճունիկ եւ այս օրինակը գուդամ իրենց երբ որ փամը գաշխատի կնգարեք եւ գնթորինակեք գնմանի շինձու բուբրիգիմը դուք բուբրիկ մը գշինեք որքան ալ քեղեցիկ լա այդ բուբրիգը մեկ անգամ գնայի այդ քեղեցիկ բուբրիգին կով դքեղ երեխա մտիր այդ երեխային ավելի գնային որտեվ յանք ունի մեջը շարժում ունի այո քեղեցիկ բուբրիգին մեկ հատ գնայիս անշարժ գեցած է բայց մյուս երեխան ամեն վարյան շարժման մեջ է երբ որ իրենք ըսկացում եւ իրենց հոգին չի տնեն այդ կորձի մեջ գերց բուբրիկներ գշին այդ է որ իրենք պիտի սորվին դերևս ակադեմիայով կամ այդ սկացումը տնելը արդեն մեր կորձն է ադի մեր թուրերը բանալը մեր կորձն է Երնամսել որ ոստեղը երբ որ մեր մոդը սկսին առաջին դարին երբեմն նվազ ավելի բաներ գունենան նիվոներ գունենան մակարդակներ գունենան երբեմն մատիկ արդեն ըրած են քիչ մեն նկարչություն եւ այլն ավելի լավ արդյունք կցցնեն առաջին դարին քան դեմիսները բայց երկու դարի հետ բոլորը հավասար գնան որովհետեւ տեխնիկը սորվին այդ առաջին երկու դարին անգե վերջ է որ երևակայությունը մեծ տեղ կխաղա հոնան ուրիշ բան մգսեցի ան որ շատ երևակայություն ունի շատ ավելի լավ բաներ արդյունքներ ունենա իր կորձերու մեջ հոնան մյուսները որ ճունին անոնց երևակայության վրա աշխատին ավելի բոլորը միշտ ամենը հավասար արդյունք իմ ակադեմիան բաց է բոլոր դարիքի մարդոց համար ինչու կարևոր գսկակ որ գսկակ մեծահասակներու ներկայությունը ակադեմիյաններ սերտերները բացած եք թե մանուկներուն թե մեծահասակներուն ինչ կգեք այդ մասին մենք առաջին դարին ունեցանք դիգիններու խմբակը ինչպես նաև երեխաներ բադանիներ եւ երդասարտներ բայց բոլորն ալ ամեն մեկը իր ներքին բանջկե մղված եկած է ամեն մեկը իր հետաքրությունը ունի եւ իր դալիքը ունի իմ հետաքրական կոմոդը դիգիններու մասն է արդեն էսի չափասները դիգինները շատ ավելի պետք ունին այս դասընթացքին ինչու համար որ իրենց յանքին դարբերի մաս տալու համար եւ իրենց անձնական հետաքրություններուն եւ ծարավին հակեցում տալու համար եւ ինչու՞ չէ ընտանիք կազմել մայր դառնալ բադասխանատվություններ վերցնել չի նշանակեր որ իր էությունը ամբողջովին լման հալեցնել եւ վերացնել իրականութենեն ոչ գրնա մայրը լալ լավ գինը լալ լավ ընտանիքի դերը լալ այդ բոլորին գողքին նաև գրնա ինքը Սիլվան Լենան Սալփին whatever իր ինքնությունը բահե իր անձնական սելիք եւ դալիք ունենա ասի մեկ երկրորդ
պետք է անպայման եւ խոսքս միան նկարչություն չէ ամեն մեկ իր նախասիրությունը բիդունենա եւ ադոր մեջ պետք է շարունակե իսկ երկրորդ մասը որբեսի իր ցանկի միօրինակության մեջ հետաքրքրական այսպես քեղեցիկ փուրմունք մտցնե եւ առավել իր շրջապատը ավելի հբարտ կլա իրմով այն զավակները որոնց մայրերը մերքով կծելու կան անոնց զավակները մեծ հբարդությամբ գսեն իրենց ընկերներուն գիտես իմ մամաս կծե այնպես որ մի գարձեք որ ծեր զավակներուն նկատմամբ թերացած կլակ եթե ծեր անձնական ցիրկերուն նկատմամբ ծերու եւ ժամանակ դրամատրեք ոչ անուկ կհբարդանան ծեր այդ կարողություններով անշուշտ մզդիկ պամնալ գուզալեցել որ դար ասին դարիքով մեր դարիքի մոտ դիգիներ կամ երբեմն նա ունիկա դղամարտիկ ավար գուքան գահաճախեն գոր ասոն քիչմը մտահոգությունները լեցված է գլուխի մեջ շատ ասես միտքերում մեջ գուքան որ թերապիից է եւ շատ շուտ չեն գնար հասկանալ բանջածը Պախտադած երդասարդ աշակերտներուն, որոնք շատ ավելի արդյունք կուտան, արագ արդյունք կուտան, այո, կանիդին։ Իսկ այս 20-ամյակի ցուցահանդեսը, հավաքական ցուցահանդեսը, ինչպես գիտան գներարե 46 շրջանավարտներու աշխատանքներ։ Ինչպես ընդրվեցան անոնք եւ ինչ մոտեցումով գազմվեցավ ցուցադրությունը։ Անոնք չընդրվեցան, անոնք բանեն շրջանավարտներն են իրենց իրավունքներ մենք ունեցանք այս վերջին 20 տարվա մեջ 89 շրջանավարտ 89 շրջանավարտները մասը ճամփորդած է մասը չի գրծան մասնակցել միան 46 էր որ ընտարաճեց մեր հրավերին մենք բոլորին հրավիրեցին եւ բոլորը մասնակցեցան եւ մարանը միշտ կսե ես նույնը կսեմ որ մենք չենք թադեր չեն գսել որ պերեք կորձերը թունած պիտի ասիգալավե բիտնեն գամանիգա պիտի չի տնեն ժուրի հասկացողություն չի գա նյութերու բանգա հարց մգա ասիկն ամեն մեկը երկու տաբլո կներկայացնե որ երկու կորձ այո նկատեցի մեկ կորձը իմ հետս ես նյութերը դված եմ իրենց իրենք կզադեն նյութ միավ կներկայացնե անտինալ մյուս կորձը մարալին է դե մարալը իր նյութերը դված է եւ իրենք իրակորձած են at տաբլոները ասե ընդրություն չի գա ով գուզե աշխատին մենք պատրաստ ենք ցուցադրելու իրենց գործերը իսկ մարալտուկ ընտրեցիք կանացիության եւ սիրո թեմաները այդպես ընտրական այո կարելի է պատմել ինչու ընտրեցիք այս երկու քիչերը որովհետեւ փամ մգա որ ինձի գնտվզեցներ գոր վերջերս լիփանանի մեջ երբ որ գինն սկսես միշտ գինը անիրավված է գնոջ իրավունքները պետք է պաշտպանել եւ այո որոշ խավի մեջ այո բայց գինը իր դարբեր թերերով ներկայություն է շատ լուրջ այո գինը իր իրակորձումներով գինը իր աճողություններով գինը իբրև մանկավարժ գինը իբրև ընտանիքի մայր ամեն իմաստով գինը միշտ ներկայություն է եւ միշտ ինքնինքը արդարացուցած է շատ ավելի մեծ տոկոսով կան դղամարդ ցանկի եւ ընտանիք հասկացողության մեջ սո միշտ գանած իրավունքները չէ գին եթե ասենք մեղք են խեղճ են այդպես չէ գինը մեծ իրակորձումներու դեր անց է եւ ես ուզեցի այդ թերերու մեջ տեսնենք գինը մույսնալ դվի այսինքն եթե գուզեք անպայման իրավունքներ ինչու չէ բայց ավելի մույս մասը եւ հատկանշական է ամենակարևոր երևույթը գնոջ բարակային ամենամեծ հատկությունը մայր դառնալու իրականությունը եւ ունիկ մադերհուդ բավական աշխատողներ եղան եւ գնոջ թերերում դարբեր թերերը կան այո շատ լավ նաեւ սիրո դարբերակները օրինակ սեր հայրենիքի նկատմամբ սեր ընտանիքի նկատմամբ սեր ծնողած սեր զույգերու միջև սեր փնության նկատմամբ սեր արվեստի նկատմամբ սեր ավանդության նկատմամբ այս բոլոր սերերը կան մեր ցուցահանդեսին բոլորն դարբեր ծևերով եւ հոսեր որ այլ մեծ այլազանությունը ստեղծվեց ցուցահանդեսին այո իսկ գանած թեմային անդրադարձողները կամ անոնք որոնք երկու սերերգու պատկանին դղակնալ ներգայացուցի իմ պետք է ասենք որ մեր ակադեմիան ներս դղա աշակերտ քիչ է որտեղ ընդհանրապես կերտան թեպի մարզանք եւ ասի ակադեմիան ներս սալացիանները խոսեինք
ասկե 50 տարի առաջ եթե կատալոգներու քիրքերու բաներու մեջ նայեիր 80% արվեստողը սպաղողները դրամատիկ եղած են իսկ իները ոչ իսկ հիմա ճիշտ հագարակը դարձած է պատկերը հիմա գիներն են արվեստի հետևողները եւ աղջիկները եւ մասնակցողները նաեւ սինհամալսարանները ներս զուտ արվեստ կամ գրաֆիկ դիզայն կամ ամփոփիչական սերն է ամբես որ այո նույնիսկ անոնք սին պետք է ներկայացնեին քիչ գադղակ բայց պետք է ներկայացնեին սերը կամ գինը Իվարոն Ժիրար իսկ ծեր կողմը ընդրված են բանաստեղծություններ եւ երևակայական թեմաներ Ինչպես կարելի է զարգացնել ձեր ուսանողներուն այս տեսակ հոգեբանական եւ գեղարվեստական աշխարհը, որ հաստին ուհուն ուր գարենան բանաստեղծությունեն անցնել Գարենան կանաստեղծությունը ներկայացնել նկարչությամբ Շատ ճիշտ է Սիգերա ադեր հիմնական նպատակը կովսად էր օրինակ երկու choice տված երկու զադելու համար կարողություն գարելիություն տված եմ իրենց մեկը բարձրապես փունչը զապան զագեպուչը տնեն վազիմը մեջ եւ նկարեն հետո ադիգա Pablo-ի վերածել մանավանդ ադիգա ուզեցի թյուրին բան մտալ գարկը դիգիններու աշխատերներու որոնք չեն ուզել շատ մտային աշխատանք անել եւ նյութ առնել որ առաջին նյութն է որ արվեստի հետ կապ ունի մեջ անշուշտ եւ բանը կա երաժշտությունը կա բանաստեղծությունը կա ուրեմն ադալ երեք մասերը կպականար մեկը անը որ արվեստը ինքը գրնաբոյ արվեստակետն ընդրել եւ արվեստակետին կորձերը panelալով ներշնչվելով գրնան իրենք դեսողական տաբլոյի վերածել օսկրնամ իշել օրինակ սկոտլանդացի լիգի մնաունի որ մեր մոտ աշակերտ է եւ պաներով շրջանավար դեղավ Կծեց ընդրեց քրակետը ոչ ամայնք կծակրիչ մի լանտագարակ արդեն կծակրիչեն չեն ուզել մի բանը ընդունագել քրակետը ընդրեց եւ անոր 7 սիրած 7 վեբերուն քիրքերուն ինքամը մեկուն պատկերազարդումը հրավ եւ ադոր at 7 ադով համատրումը հրավ ֆոկցեվում հոմաժ at քրակետին իսկ ուրիշը Մադիրոսարյանի կորձերն համատրումը հրավ եւ հոսալակականներ օրիորդ որ ավելի երդասարդ է Ֆրանսա կացածերասկե մեկ տարի առաջ հոնջիվերնի բանը հանդիպած էր մոնեիկ բարբեզ ատելյեն եւ ուզես անիգա կծել եւ ամբես մորա որ թե ներսեն ատելյեն կծես թե տուրեն տուրս Ատկամուրչը գերեվիգոր եւ մոնեն ատկամուրչի վրա նստած կծեգոր ասիկա մենք ընդրեցինք ասնուտերը իրենց բայց իրենք ադիգա վերջավաճան անանցը սկալու ներսի լույս տուրսի լույս հերավորությունները պերսպեկտիվ ադոք կսորվին գոր քան թե իրենց սպանը միանեն իրենց ուզածը միանեն իսկ երրորդը որ գուզեմ շատ բան շեշտել ադոր վրա ուզեցի իրենց անձնական ատելյեն երազեն աբակային եթե բիչիրեն ինչպես կուզես որը լակու ատելյեն եւ նորեն բադուհան տուրսը ինչ տեսակ տեսարան ուր գուզես լա որ քաղաքի մեջ իսկ ներսը ինչ տաբլոներ ինչ արարգաներ գուզես որ հոտ միշտ լան նույնիսկ մարտիկ ինքնին նկարեցին մեջ գծեցին ինքնին շատ երկական դարձավ իրենց իսկ Այս դարբեր ոճերը ինչպես կհամատրեք դուք սերունդներուն, այսինքն բոլոր սերունդները միացնելով այս դարբեր ոճեր կհամատրեք եւ գուտակ աշակերտներուն։ Բայց այս բոլորը դուք հիմա ըրիք համատրեցիք դարբեր դարիներու շրջանաբարտներով եւ գազմեցիք մեկ ցուցահանդես։ Ինչպես եղավ այդ համատրումը, ինչ կնակ պատմել, ինչ պիտի տեսնե 5 շաբթի օրը, բացման օրը որ երթա հրավիրյալը եւ այդ ցուցահանդեսը տեսնե, ինչպեսի բանի արժե պիտի գտնվի։ Հիմնական նորեն ասի մեր նյութերու ընդրություններ։ Այո, բայց ինչպես պիտի պիտի տեսնեք երդասարտներու կողմէ շատ հանթուկն։ Այո։ Քայլեր, թեմաներ ինչպես կորինը ստվենը բիդի դե այսին չնաշխարիկ երևակայության դեր շատ հետաքրական բիդի չսենք ինչ են նյութերը թողրամեն դեսնեն այո բայց շատ հանթուկ երդասարտներու այսպես շատ ազատ մտածելակերպ եւ այլն կա անտին դիգիներու բարակային գա
հասուն մոտեցում հարցերում այնպես որ երկուքն ալ պիտի երևին ցուցահանդեսի մեջ լա քույներով լա թեմաներու ընդրությամբ լա աշխատանքային ոճով այլազանությունը շատ մեծ է ցուցահանդեսի մեջ որակնալ այսինքն ամեն իմաստով պիտի լեվելներ տեսնենք լեվելներ ինչպես որ ամեն դպրոցներում մեջ կլանա դիգա բայց շատ աչքի զարնող անցեր պիտի ունենանք որ արդեն կնշմարվին գորի մակնե որտեվ մենք ընդհանրապես բրոշյուրները կղրգենք որ պրեսին որ գուզեն որ տեսնել ինչ պիտի ցուցադրվի շատ դպավորիչ կլա որ իրենց համար հավաքածուն ամենս որ ամենեն հատկանշականը այլազանությունն է լա մոդեցումին լա նյութերում մեջ Իսոս ես ուզում իշել նաև որ ընդհանրապես բանը երբ որ շրջանավարտներու ցուցահանդես կունենանք եւ վկայականապաշտում գլա միշտ կունենանք հյուր նկարիչ գրավինենք հյուրը նկարիչ գլա լիբանանցի անշուշտ բոլորն նույն բանը գսեն երբ որ տեսնեն ինչպես գսեն 22-25 շրջանավարտ կա եւ որևէ մեկուն կորզը միսին կորզին չեն մաներ հիմա ես ոնց պիտի վերադառնամ ակադեմիայի մեջ դասավանդության ընթացքին մենք ամեն մեկ աշակերտին հետ զադենք աշխարհին Զատպես չէ որ ինձ դու գտանք եւ կացեք երեք ամեն մեկ նույն բանը այո կարեւոր է գտնել յուրաքանչյուր անձի ներքին աշխարհը դուրս բերել իրենց ունեցած աշխարհը ինքնուրույնությունը բայել յուրաքանչյուրին ոչ թե միան իրար չեն նման իր աշակերտները ամենեն հատկանշական երևույթը 20 տարվա մեջ մեր ագաթեմին այն է որ մեր աշակերտներն ովևէ մեկը մեզ ովևէ մեկուն չի նմանիր մեր ֆոտոկոպիները չեն գցել ուրեմն այս է ամենամեծ կոհացումը այս ճամփորդության մեջ 20 տարվա ոչ մեկը մեր ֆոտոկոպին է ոչ մեկը նախ Ժերայրը եւ ես նույն դան մեջ նույն ընտանիքի մեջ մեծած մեր ոճերը բացարձակապես իրար հետ կապ չունին առաջին օրեն բզդիգ էինք ամեն մեկ տարբեր բան կնկարեինք որտեվ տարբեր խառնվածքի դերեր ենք ինչպես որ մենք իրար երբեք չենք նմանիր մեր կորձերով նույնպես ալ մեր աշակերտները փնավ չենք ցկեր որ մեզ աստվին կամ մեզի նմանին յուրաքանչյուրի ինքնուրույնությունը պետք է բայ իսկ գաշրջանավարտը որուն հաջողությունը կամ զարգացումը ձեզ կհբարդացնե Հիմա բադահեցավ որ մենք ընդհանրապես չենք ուզել դորոշել բայց բադահեցավ որ բամ մգա այս տարվան ընթացքին ամեն տարի pedagogan համալսարանը մուտքի քննություն գնե որովհետև ծրի այդ համալսարանը շատ մարդ գտիմ է 500 հոգի գտիմ է մեջ են 40 գարնեն ամեն տարի որ մեր մոդեն գերտան միշտ առաջին դասի մեջ եղած են պարկաստծո միշտ հաջողած են առաջին 40-ն առաջին դասի մեջ այս տարի հadoop երևույթ կա այս տարի ոչ թե առաջին դասի մեջ այլ առաջին ելավ Կորին Ստվեն անունով աղջիկը որ քիչ առաջ կսեք որ շատ հանտուկները մեկն է շատ լայն երևակայություն ունի եւ կպատկերացնենք որ մեծ աբակագա Կորին Ստվենին Դիմաց Կարժե հիշելոս նաև Մարալ Մանիսը որ ցանոթ է արդեն շատերուն Մարալ Մանիսը մեր մոտ շրջանավարտ եղավ բայց վերջը գնաց զարգացուց Իպանան համասարանի մեջ նույնիսկ մաստեր զրավ եւ արդեն անհատական ցուցահանդեսներ ունեցավ գա Շողակ Կաբակյանը որ նույնպես կնկարի նկարչությամբ կսպաղի գա Պետրոս տելևիզիանը որ քաղաքեն դուրս է հիմա վերջերս լուրջ ունի գիրմե գանեն Լիֆախրին Կարմեն Շիվը ասում բոլորն այո թեմքեր եղած են արդեն այո արդեն եւ դիգիներեն բավական լուրջ խումբ մգա որ հետեւողական ցևով գմասնակցին հավաքական ցուցահանդեսներու ինչպես ֆորում դե Բեյրութի մեջ եւ այլն այսինքն բավական լուրջ մագարտակի ցուցահանդեսներու ինչպես կտեսնեք այբտուզեթի աբական հաջորդ 20 տարին Գան նոր ծրագիրներ, համագործակցություններ ծրագիրներ կան, իսկ համագործակցություն որսիկ այս ցուցահանդեսի բարակային գա գործակցություն առաջին անգամ լալով Ժիրայրը եւ ես ուզեցինք co-organizers-ներ հրավիրել, այսինքն օգնական գազագերբողներ մեզի հետ, որտեվ չէինք հասներ, քանի հիմա ակադեմիան ընթացքի մեջ բաց է եւ ցուցահանդեսը գա
Դիգին Զովիկ եւ բարոն Զիադ Ջրեժները անոնք են որ մեզի Դիգին Զովիկը որ նույն Ադեն Զովիկ Արնելյան ինք քեղանկարչուհի է շրջանավարտ Okay, շարունակեմ ուրեմն Զովիկը եւ Զիադը բացարիք ծևով օգտագարանտիսացան մեզի քանի մի իմաստով նախ իրենց ներկայությունը մեզի աշխատանքային այսպես հաջուկ մը ստեղծեց որովհետև շատ հեզասահ կընթանար մեր կորձակցությունը իրար հետ եւ ոչ իրենք կխնայեին աշխատանք ոչ մենք այնպես որ շատ լավ էկիպ մտարցանք եւ այս հարիթով պիտի ուզենք հրաբարակային շնորհակալություն հայտնել Զովիգին եւ Զիադին որոնք սիրահոժար ընթարաչեցին մեր առաջարկին եւ օքեյ եղան որ կորձակցին մեզի հետ եւ գուսանք որ 5 շաբթի օրը մենք այս բոլոր բادرաստության բդուղը գվայլենք ժողովրդին հետ Շատ լավ, դարձյալ շնորհակալություն, նախ կշնորհավորեմ դարձյալ մի քանի անգամ եւս գուզեմ շնորհավորել եւ պիտի ասեմ որ եթե 20 տարիներու այս ամբողջ փորձառությունը պիտի ուզենք մեկ տախտասությամբ արժևորել, ինչ ունի կսելիք Ինձի համար շատ սիրելով հարադեվել Այո հարադեվել Դրածը շատ պիտի սիրես եւ պիտի հարադեվես Այո Ես պիտի ուզեի ասենք բատկերով տաբլոյով ներկայացնել ինչ որ վերջերս շատ բադայացավ ուրիշ ինտերվյուներով ադեմ նույնը նորեն միդեսեմ մեզի տշպախտապար գամրին կորմանա մատաս վերջին 5 տարին գիտենք Լիբանի տեպքերը, բադազները, բայթումները եւ այլն, բայց վերջին բادرազմն ատեր ասոք կստեղծեն որ եւ մենք կսկանք ադիգա մեր աշակերտների մանավանդ դիգինները որ կան ադիգա կսկանք որ ստեղծած այսպես յանքերնից մենք մեր ալ յանքը Ինքնաբերը պարաստած է այսպես դիագոնալ գիծեր են իրար մեջ խառնված աստաբլոն կփածադրեմ որ եւ ադոք կստեղծեն որ սուր անգույններ այդ գիծերը սուր անգույններ մեր մոդը երբ որ կան ես կհավատամ որ այլևս այդ սուր անգույնները կծելով իրենք գոր անգույններով վերածեն գոր եւ գմեղմանա գոր ստրեսը կամ բերգումը Ադաս բատկերով ուզեցի ներգացնել Այո Ուրեմն անգամ եւս հիշեցնենք մեր ունկնդիրներուն որ 20 նոյեմբերին 5 շաբթի երեկոյան ժամը 6-ին պիտի կատարվի 20-ամյակի ձեր ցուցահանդեսի Թեհանտիսություն թե ցուցահանդեսի բացում Այո երկուք միած պիտի ունենա Espace d'Adour Գալերի դար ժելը դիբի մեջ որ գրնամսեր որ Լիբանանի ամենընկերեցիկ գալերիները մեկն է եթե կան մարդիկ որ չեն տեսած գարժե գալերին թիդելու համար ալկալ ոչ թե միան ցուցահանդեսը իսկապես քերեցիկ է Շնորհակալ ենք որ դուք այսօր եկաք եւ մենք քեզի շնորհակալ ենք դարձյալ վայելեցինք ձեր խոսքերը եւ ձեր փորձառությունները վայելեցինք եւ եթե ունիք ավելցնելիք բամը այո անշուշտ ունինք հadouk շնորհակալություն վանացայինին ադիգա չենք կրնարմորնալ ոչ թե միան այս հայդակրով մնայուն մեր ամբողջ գործունեության արձագանքելով միշտ եւ հadouk շնորհակալություն քեզի շողիկ այս բացարիք բادرաստության համար եւ հուսանք մենք ալ տունալ միշտ ակտիվ գլանք մենք քեզի հյուր գլանք դու մեզի հյուր ընկալես եւ միշտ կորձի վրա գլանք այո դարձյալ կշնորհավորենք ձեր ակադեմիային 20-ամյակը եւ հարկելի ունկնդիրներ մենք պիտի առնենք զանուցումի տաթար բայց կհիշեցնեմ որ մեր հյուրերն էին Մարալ եւ Ժիրար Պանոսյանները Այբ2Z ինստիտուտի հիմնադիրները